Այդպես իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, ձեզ հետ ծովին արվեդայական տարոթ հոգեբանն է։ Այսօր ես որոշեցի ձեզ հետ զրուցել իմ ուրեմն աշխատանքի մասին, կապված ուրեմն ռունոլոգիայի հետ, որովհետև ես նաև ռունոլոգիայի դասընթացներ եմ վարում, որի հիմքը կառուցվածքը իմ ստեղծածն է եւ ուզում եմ դա կիսվել ձեր հետ։ Մինչև դա ձեր հետ կիսվելը ես ուզում եմ նաև իմ աշխատանքից կիսվել, ինձ ուղարկել են իմ հետևորդներից, դա կապված է օթերում թռչող մեքենաների հետ, որը ինձ ուղարկել է իմ հետևորդներից մեկը։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, էս է, որի մասին ես արդեն 2 տարուց ավել զրուցում եմ, ինքներդ եք տեսնում, սամալյոտն է սա, մեքենաները, մի վարքյան, այս ձեզ ցույց կտամ, նոր կանցնենք իմ ռոնոլոգիայի դպրոցի կառուցվածքին, հիմքը որի ես եմ ստեղծել իմ այս 29 տարիների ընթացքում։ Բարձրացնեմ ձայնը։ Технология происходит в шоке. Я не то, что в шоке, я в ахере вообще. Просто я не знаю, как дошли до этих времен, что мы будем между городами перемещаться вот на вот этой вот системе. Я уже не первый раз это вижу. Կարծում եմ հիմա իմ հետևորդները արդեն վդրուկ, եթե տեսնում են մարդիկ սկսում են կոպի անել ինառային, ինչ-որ բաներ խոսել, ես ուշադրություն չեմ դարձնում, որովհետև արդեն բոլորին պարզ է, թե ինչու են ինձանից գողանում իմ աշխատանքները, հա, փորձելով յուրացնել, մի ծակով մարդու քթի կլինի, մի ձևի էդի դուրս է գալու, դուք կարող եք տեսնել դեպքեր, կապ չունի ինձ համար, կարող աշակերտներից մեջ տեսնեք, մի զարմացեք այդպես բաները, որովհետև այո, հենց մարդկային բացասական գործողությունների հետևանքով ռոբոտացում է գնում, դա էլ է ուրեմն նշանակում բացասական, հա, որովհետև մարդիկ ինքներդ եք տեսնում, իսկ ինչու համար են գողանում ինձանից, որովհետև արդեն ամեն ինչ հասկացել են, որ ես լուրջ մասնագետ եմ եւ իմ աշխատանքները ունեն հիմքեր, մեկը գողանում է, մեկը կոպի է անում, վդրուկ մի հատ աշակերտ իրան տարօրինակ է պահում, այն մեկը, մի զարմացեք, ես շատ լավ եմ զգում, որ ես այդքան կամ, ուրեմն, որ ինձանից փորձում են գողանալ, յուրացնել եւ դա մարդիկ տեսնելու են եւ կարծիք են կազմելու, ով իրականում ով է։ Իմ համար ես կապ չունի դա աշակերտ է լինելու, ով է լինելու, իրանք չեն այստեղ հարցը գիտեք ինչն է, ռեպուտացիան մարդու կարող է կեղտոտվել, այսինքն այստեղ իմ անունի հարցը չի կարող կեղտոտվել, որովհետև ինձանից են գողանում եւ մարդիկ հասկանում են դա, հենց որ մի զարմացեք, դա դիավոլի էներգիան է, որոնք փորձում են գրավել եւ դեգրադացնել, դա դեգրադացում է կողմում ամեն ինչի ընդունակ, այսպիսի փաստերով, որովհետև հասկացել են, որ իմ աշխատանքները ունեն մեծ հիմքեր, հասկացաք, ինչն է խոսում մարդկանց մոտ չարությունը եւ բացասականը, դրա համար էլ գնում է աշխարհը ռոբոտացման, մարդիկ ամեն ինչի ունակ են, իսկ ինձ ընդհանրապես դա չի հետաքրքրում, ես շատ մարդկանց մուտքը փակում եմ իմ անձնական դաստ, դուր է գալիս այդ մարդկանց, թե ոչ, ես ինքս եմ դա որոշել եւ ես թքած ունեմ, թե այդ մարդիկ ինչ կարծիք են կազմելու, ինչ են մտածելու եւ այլը, որովհետեւ ես խոսալու եմ ձեր հետ, ձեր լեզվով, ինչի համար, որովհետեւ ձեզ հասնում է, եթե դուք ուրիշի հացին փորձում եք վայս լինել, ամեն ինչի ունակ լինելով, իսկ ես էլ ձեր վրա խոռոփածում եմ, գնացեք եւ մտածեք, ես մտածելու բան չունեմ, որովհետև ես իրական մասնագետ եմ, ես այդքան կամ, որ ինձանից գողանում եք, ես ինձ հանգստի չեմ պատասխանում, ես իմ վրա վստահ բավականին աշխատող մասնագետ եմ եւ ես լուռ իմ աշխատանքը կատարելու եմ, իսկ ով ինչ է անում, ինքը հետագայում կրելու է իր ցանածի
հունցքը։ Ես այդ մասին երեք խոսել եմ, բացատրել եմ եւ ես չունեմ էլ որևէ մեկին ոչինչ ապացուցելու։ Իսկ հիմա գնացինք, մենք խոսելու ենք ռունաներից, ինչ է նշանակում ռունա, օրինակ, դրանցից մեկը սա է, դագազն, տեսնում եք։ Իմ ռունաներն են, որոնք քարերով են եւ ունեն տարոյով։ Հիմա ես ստեղծել եմ իմ ռունայի համակարգը, մեծ կառուցվածք է, բավականին մեծ մանրամասներով, հիմա ես ձեզ դա ցույց կտամ, մի վարքյան սա ուղրում ես կողմ, մեր կներեք, ոնց անենք, որ սա ես կողմ գնում։ Գնացինք այստեղ, հիմա մենք տեսնում ենք այստեղ այն համակարգը, որը ես ստեղծել եմ, մի փոքր ես դա հեսա կփոքրացնեմ, վարքյան, որպեսզի համել դուք կարողանաք տեսնել, այստեղ է, կարծում եմ տեսնում եք, մի վարքյան, ձեր երևում է, մի վարքյան սիրելի հետևորդներ, հիմա կիսվեմ, ես այստեղ, բաժիլից սատովինք, սա է, այսպես, հիմա արդեն կարծում եմ ձեզ մոտ երևում է, այստեղ վերենք, պետքա որ երևա, այստեղ է, և այստեղ, իվարկյան, մենք այստեղ ինչ ենք տեսնում, այստեղ մենք տեսնում ենք, չգիտեմ ձեզ երևում է, առաջին կառուցվածքը, հիմա մի քիչ ես կողմ վերենք, որպեսզի ավելի բարձ երևա ձեզ, բայց պետքա բան լիներ, հələ մի վարկյան սիրելի հետևորդներ, չգիտեմ ձեզ երևում է, թե ոչ, ես ուզում եմ անեց լինի, որ ձեզ երևա, քանի որ ես իրան պատժելից հատովել եմ, մի փոքր ես կողմ վերենք այեստ, ձեզ երևում է, սա իմ ռունայի մոգության ճարտարապետությունն է, որը որ ես ստեղծել եմ, տեսնում եք, աստրոլոգիայում են մեծ կապ ունի այս ռունաները, ես այստեղ ճիշտ ձևով կառուցել եմ, ավագ ֆուտարկների անվտանգության և կիրառման վարպետության ուղեցույցն է, իր ճյուղերով գրել եմ ամեն ինչը, սա հայերեն եմ ես պատրաստել, ուրեմն այստեղ ռունաներն են, պարզապես որովհետև գործիք չեն դրանք, ինչպես վիրաբուժի նշտարը, ես մի փոքր ուզում եմ ես կողմ բերել մի վարքյան, որպեսզի դուք լավ տեսնեք, վայ, ինչ ասենց մի վարքյան, սրա հետ կապն եմ ոնց, սա է մեծ, օքեյ, հեսա փոքրացնենք, այսպես, մի քիչ էլ փոքրացնենք, հիմա ես սա, այո, այստեղ կդնեմ, այո, երևում է, և փորձեմ, այստեղ մի քիչ փոքրացնել, այսպես, սա այսպես բերել, որպեսզի ձեզ մի քիչ ավելի պարզ երևա, էլի մեկը ձեզ պարզ չի երևալ, մի վարքյան, այստ, փորձենք, մենք հիմա ինչ ենք տեսնում այստեղ, մենք այստեղ տեսնում ենք ռունաները, գործիքներն, պարզապես գործիք են, ինչպես վիրաբուժի նշտայրը, և այստեղ տեսնում եք մտադրությունն է, սա ռունա ռայդունա, էներգիան է, տեսնում եք, և այստեղ նայեք, գործիքը չունի կամք, այսինքն ռունաները աշխատում են միշտ, եթե արդյունքը սխալ է, խնդիրը օպերատորի մտադրության մեջ է, եթե ճյուղերն ասա, պատասխանատվություն ոչ թե վախ չպետք է ունենալ, այստեղ պաշտպանական արարողությունները հաճախ կարող են բխել վախից և գեներացվում են այն
մոգությունը, այստեղ պահանջվում է ամբողջական պատասխանատվություն սեփական իրականության համար։ Ինչու՞, որովհետև այստեղ արդեն արդյունքը կարող է տալ ոչ մի շրջված ռունա։ Այո, ես աշխատում եմ ինքս միայն ուղիղ ռունաներով, այլ ոչ թե շրջված, որովհետև դա ես համարում եմ բացասական, սխալ է, որովհետև շրջված ռունաների կիրառումը ստեղ արհեստականորեն ստեղծվում է 24 բացասական նշանակություն և կարող է վկայել ճիշտ հարցեր ձևակերպելու անկարողության մասին։ Այստեղ գրել եմ 24 ուղիղ ռունաները հավասար են հստակության, 48 ռունաները շրջվածներով քաոս են բերում և սահմանափակում, որպեսզի հա ես գիտելիքը ես տալու եմ իմ այն մարդկանց, ովքեր դիմելու են ինձ մոտ սովորելու։ Հաջորդը իրականության էկոլոգիան տիեզերքը մեկ ամբողջություն է։ Նայում ենք, այստեղ ես շրջանակների մեջ գրել եմ առողջությունն է, ֆինանսներն է և հարաբերությունները։ Սա շղթայականն է, էներգիան որտեղից որտեղ կարող է գալ, հա։ Այստեղ մենք նայում ենք մեկ ոլորտի արհեստական ագրեսիվ խթանումը, օրինակ, փողի կտրուկ աճը կարող է քաշել էներգիա մյուսներից, առողջությունից կամ սիրուց, եթե այն հավասարակշռված չէ։ Եվ այստեղ եթե էկոլոգիական ստուգում է, սա յուրաքանչյուր բանաձև կիրառելու են հարց ուղեք, հա, ինչպես խոսքի օրինակ, սա կանդրադառնանք կյանքից մյուս երկու ոլորտների վրա, որովհետև շատ մարդիկ դա հաշվի չեն առնում և դա բավականին սխալ կլինի։ Հաջորդը գործիքակազմը ավագ վութարքի մատրիցան է, դա ես այստեղ բոլորը նշել եմ, տեսնում եք, ավագ վութարկներից օրինակ ռայդոն, հա, այստեղ նշումներն արել եմ, ռայդոն արտաքին իրականության հետ է կապված, այսինքն նյութական աշխարհի ստեղծում, ֆիզիկական ռեսուրսները մարդու, էներգիան և սոցիալական կապերն է դա, այո, ռայդոն նաև կապ ունի սոցիալական կապերի հետ։ Ատերը, որը շատ մարդիկ չեն հասկանում, թե դա ինչ է, սա ներքին տրանսֆորմացիայի և ճգնաժամի, հա, դրանք որոնք են, ես դրանք էլ եմ նշել այստեղ, փეხուն է, նայում եք, բոլորդ գիտեք, ռունաները, հա, այստեղ ռունաներն են փეხուն, մինչև այստեղ նաև կա ռուսական, ուրեմն, վտարկներից, ներողություն, ռուսական, հին սլավոնական կան նաև, ես դրանք էլ եմ սովորացնում, այստեղ ատը երկրորդ ներքին տրանսֆորմացիան է և ճգնաժամը, որը կարող է բերել քայքայում մարդու մոտ աճ ցավի միջոցով հոգեբանական վերափոխում և նաև ինչու չէ, կարող է բերել բուժում։ Այդ երրորդը այստեղ սինթեզի մասին է խոսում և մարդու գործողությունների, այսինքն արդյունքի ձևավորում, մարդկային ինտելեկտ, շարժում դեպի ուր նպատակներ, ինչ կարող է մարդը վերջում ստանալ, իտոգում։ Հաջորդը աստ մեկ ֆիզիկական և սոցիալական կառույցների ձևավորումն է, սա փეხում, տեսնում եք, ուռուզն է, թուրիսազը, անսուզը, բարձրանանք վերև, սա իմն է, ես եմ ստեղծել, ռայդոն է, քենազն է, գեբոն է սա, վունյոն է, երկրորդ ատը դա ճգնաժամն է, մաքրումը և ներքին աճը, դա խագալազն է, դրել եմ այստեղ էլի նշաններով նաուտիզն է սա, ամենտեղ մի ձևի է նկարված, նաուտիզը սենց ոնց որ խաչ լինի, բայց մյուսը կարճ, հա, ես ձեզ ցույց եմ տվել։ Իսան է, ուրեմն Երանն է, հաջորդը Էվազն է, Պետրոն է, Պերտ են ասում, Արգիզն է և Սոլուգուն է։ Եվ երրորդ ատը դա վերջնական արդյունքի և դինամիկայի սինթեզի մասին է խոսում, որոնք կարան տան, դրանք ակտիվ ուրեմն ռունաներն են, էլի, դրանցից մեկը թեյվազն էր, որ ես վերջերս ես արել էի մաքրման և պատասխան ուղարկելու խագալազի հետ։ Ահա, Բերկանան է, տեսնում եք, Էվազն է, մանազն է, հաջորդը լագուզն է,
ինգուզն է, դա գազն է, ինչպես թիթեռ ասում են, կամ օրվա հետ կապ ունի, եւ օդալն է։ Հաջորդը ստվերային կողմն էլ եմ ես պարտադիր նշում, որովհետև ես ասել եմ, որ ռունաները բավականին վտանգավոր է, եթե ռունաները քեզ կանչում են, ինչպես դու կարող ես իմանալ, ես նաև այս մասին ունեմ իմ դասընթացների ժամանակ, նաև հիմա մենք խոսում ենք 24 ֆուտարկներից, հա, իսկ ուրեմն ինչ էի ուզում ասել, հա, ռուսականը, սլավոնականը ինքը շատ է էլի, բայց աշխատում ենք 24 ֆուտարկներով։ Այստեղ ստվերային կողմը, ես հիմա բացատրում եմ ձեզ 24 ուրեմ այդ ռունաների ատելից քիչ-քիչ sense բացատրում եմ, որպեսզի հասկանաք ինչպես է։ Ստվերային կողմը, երբ էներգիան կարող է գերլցվել, օրինակ ուռուցը առողջության հետ կապ ունի եւ ինքը էներգիա է, հա, եթե սկզբնական ինչ-որ նպատակի համար մարդիկ կարող են ինչ-որ բան օգտագործել։ Ստվերային էֆեկտը դա ագրեսիան կարող է լինի, բռնատիրությունը քաշի ավելացում մարդու։ Այսինքն մարդը կարող է այդ բացասական էներգիան օգտագործի, դրա համար ճիշտը առողջությունը եւ էներգիան է։ Ուրեմն կենազը դա ստեղծագործականի հետ կապ ունի կրակ եւ գիրք, իսկ կարելի է ասել, եթե բացասական են օգտագործում, այստեղ ֆիզիկական հրդեհներ, էլեկտրականության հետ կապված պրոբլեմներ, կարճ միացումներ կարող են լինել։ Հաջորդը դա էլի կրակի հետ կապ ունի, իմ սիրած ռունաներից մեկ նախագալած, բացասական եւ մոգական վնասի մաքրման։ Այո, սա նաեւ մաքրման համար է շատ լավ աշխատում, լավ իմաստով դրական։ Իսկ եթե մարդու մոտ սա բացասական է օգտագործել, շարունակվում է քանդվել կյանքը եւ այստեղ կարիերան, սերն, ատումն, քայքայվում է մաքրումն ավարտելուց հետո։ Բերկանան է հարաբերությունների ամրապնդման հետ կապված, բայց եթե բացասական է, այստեղ էներգիան պարտադրում է հղիություն, եթե մերժվում է, ոչնչացվում են այստեղ հարաբերությունները։ Լագուզն է, որը ռոմանտիկ հարաբերությունների մասին էլ է խոսում, այստեղ ինչը կարող է բացասականով ստեղծվել ավեր սիրուհու կարգավիճակը, բայց երբեք հույս չի ունենա այսպիսի կինը լինել իր կնոջ դերում տղամարդու։ Ֆիզիկական դաջվածքների խիստ արգելքը, ես սա էլ եմ մեջ բերել, որովհետև սա էլ է կարևոր, որպեսզի շատ մարդիկ իմանան։ Տեսնում եք, այստեղ ես կներեք, ուրեմն նշել է կրակը, որ այրում է եւ էներգիան, որ ստեղծում է, հա, այս ուրեմն ինչ էին ասում, ռունոսկրիպտը, նայում ենք այստեղ դինամիկան ընդդեմ ատատիկա է, հա, նոր որ ատերով բացատրում է, ստերունաները պահանջում են փուլեր, ակտիվացում, աշխատանք, ապա ակտիվացում, այո, եթե դուք ակտիվացնում եք, պետք է հետո ապա ակտիվացնեք, դաջվածքները մարմնի վրա դաջվածքը երբեք չի քնում, պետք է դուք այս մասին իմանաք, տեսնում եք, ես անգամ նշել եմ այստեղ, դա ես արդեն դպրոցում կբացատրեմ, այստեղ տարածքի, տեսնում եք, հա, որ վառվում է, այստեղ տարածքի աղավաղումն է, այսինքն մարմնի դիրքը փոխելիս ձեռքը կարող է բարձրացնելիս կամ իջեցնելիս քնելու կամ քնելից ներողություն, ռունան անընդհատ հայտնվի շրջված վիճակում, առաջացնելով էներգետիկ քաոս մարդու կյանքում։ Տեսնում եք, ես նշել եմ դաջվածքները մարդու ձեռքի վրա, եւ տեսնում եք, հա, ինչ կարող է կատարվել, եւ անվերջանալի ստվերը, այստեղ ես պարտադիր նշել եմ, սև մի քիչ կապույտ ֆոնի վրա սև ֆոնը, այսինքն դաջվածքը կարող է հասնել նպատակին, այնուհետև այստեղ ակտիվացվում է ի վտանգ, ինչ որ վտանգավոր ստվերային կողմը, հա, օրինակ, անվերջանալի ճգնաժամեր եւ քայքայում, խագալազից կամ թուրիզազից, որը այստեղ արդեն անհնար կլինի դադարեցնել, որովհետև ապա ակտիվացում չի եղել, այստեղ տեսնում եք։
Հաջորդը բանաձևի դա ձևակերպումն է, որ ասում են Ռուսաստանում ագավոր։ Ճիշտ հրահանգ պետք է տալ, այսինքն դուք լսել եք, երբ որ ես կատարում եմ աշխատանքներ, խոսում եմ, հա, ասելով, որ ես քեզ տալիս եմ առաջադրանք, դա հենց հրահանգն է։ Ժամկետներն եմ էստեղ գրել, հստակ սահմանել սկիզբն ու ավարտը։ Երկրորդը պետք է էկոլոգիան է դա, ներառեք առանց վնասելու ձեր առողջությանը եւ մտերիմներին, կանոնները միշտ դա վերջում պետք է ասեք, եթե դուք իրական մասնագետ եք, ներկա ժամանակ խոսել այնպես, կարծես արդեն կատարվել է, վիզուալիզացիան պետք է շատ ճիշտ լինի, սխալը որը կարող է լինի, որ դուք չեք ուզում հիվանդանալ բառը, ստե հերկումը չի աշխատում, այլ բերում է իրականում հիվանդություն։ Ճիշտը, որ ասում եք իմ էներգիան բարձր է, բոլոր օրգանները գործում են կատարյալ։ Այս բանաձևը մաքրում է ձեր ֆինանսական արգելքները 3 ամսվա ընթացքում, այո, որովհետև պետք է նաև տաք առաջադրանք, խոսքի օրինակ վերջում, հա, այսքան ժամանակվա ընթացքում եւ ապահովում է անվտանգ եկամտի աճ։ Եվ վերջում հետո պետքա դուք դա ապակտիվացնեք, սա ամենակարևոր կանոններից մեկն է։ Ռունսկրիպտի անատոմիան, այստեղ տեսնում եք 3 բաղադրիչ ու կանոններն եմ դրել սկիզբը, տեսնում եք գործընթացը պլյուս եւ արդյունքը հավասար է նպատակային իրականության։ Այսինքն դա ինչ ռունա որ դուք ակտիվացնելու եք, մտածում եք իրավիճակի սկիզբը կամ ելակետը որն է ձեր համար։ Երկրորդը տրանսֆորմացիան շարժիչ ուժը, կատալիզատորը եւ երրորդը ռունա 3-ը ցանկալի վերջնական արդյունք եւ իսկ տալիս եք էլ ստանում եք, հա։ Այստեղ ինչ եմ խորհուրդ տալիս, խուսափել ինտերնետային բաղադրատոմսերից, որովհետև ուրիշ բանաձևերը պետք չի օգտագործվել, դա նման է օտար մարդու նշանակած դեղերը խմելուն, որովհետև ձեր իրավիճակը այստեղ եզակի կարող է լինի եւ դուք կարող եք վնասել ձեզ, սխալ բաներ անեք։ Պարզ անվտանգությունը ստեղ 20 ռունայից բաղկացած խճճված նկարները կարող են հանգեցնել էներգետիկ քաոսի 3 խնամքով պետք է ընտրված ռունաներ դուք ընտրեք ավելի ուժեղ եւ հստակ դրանք կարող են աշխատել ոչ ավել այստեղ տեսնում եք գրել եմ ժամանակացույց եւ աստղագուշակություն մոգության եղանակը տեսնում եք շատ լավ աշխատում է լուսնային փուլերին այստեղ ես նաեւ ռունաներն եմ գրել անտեսված գործոն առաջինը հա տեսնում ենք այստեղ այսինքն ռունաները մեքենա են, սակայն աստղագուշակությունը եւ լուսնային ցիկլերը եղանակի ու ճանապարհը։ Ստե նույնիսկ լավագույն բանաձևը կարող է տապալվի, եթե կիրառվի սխալ ժամանակ։ Ես այստեղ նշել եմ։ Աճման օրենքը, գումարի սիրո կամ կարիերայի աճի բանաձևը այստեղ պետք է դրվեն նորալուսնի կամ աճող լուսնի ժամանակ։ Հաջորդը դա մաքրման օրենքն է, այսինքն եթե դուք ցանկանում եք ռունաներով մաքրումներ անել, հա, օրինակ, որը շատ վտանգավոր չի, դա կվերոտն է ռունա, որը կարող եք 3 հատ մոմի վրա նկարել եւ ակտիվացնել, վառել, որպեսզի մաքրումներ անել։ Ձեր համար, ձեր տան համար շատ լավ օգնում է։ Դա քայքայման հիվանդությունների եւ խոչընդոտներից ազատվելու արարողություններն են, օրինակ խագալազը պետք է, հա, արվեն նվազող լուսնի ժամանակ։ Այո, ես հենց այդպես էլ արել եմ։ Հիմա կարծում եմ հասկանում եք, թե ես ինչու եմ խագալազը ճիշտ ժամանակին օգտագործում եւ Մարսի ժամանակ եմ օգտագործում լուսնային։ Հակառակ դեպքում ստեղ կստանաք հակառակ էֆեկտ։ Բանաձևի կենսացիկլը ինչպես խուսափել արհավիրքից։ Էլի այստեղ տեսնում եք, ես օրինակը բերել եմ, որ մարդիկ կարող է սխալ գրեն եւ լուսնային զարգացումներն եմ գրել եւ տեսնում եք, ապա ակտիվությունը ամենակարևոր փուլն է եւ ակտիվացումը ինչպես է արվում գրվելը։ Մեկ բանաձևի գրառում հենց առաջինն է փայտ լուսանկար հստակ նպատակի հնչեցում եւ ակտիվացում օդով շնչով
կրակով կամ անձնական էներգիայով։ Օրինակ, ես ասել եմ կոնկրետ ինձ մոտ պրակտիկան աշխատում է շատ լավ, թե ինչով, ես ձեզ ասել եմ, թուքնել ունի, պարունակում է բավականին մեծ էներգիա ձեզանից եւ ինֆորմացիա։ Հաջորդը, բայց ավելի շատ նաև աշխատում է արյունով էլ, բայց արյունով խորհուրդ չեմ տա շատերին, սա մասնագետների համար։ Հաջորդը, օդը դա նաև խումբն է, հա, 4 էներգիայով, կրակ, ուրեմ, հող, օդ և ջուր։ Զարգացում 3-ից 6 ամիս, այստեղ ժամանակն է, հա, տեսնում եք լուսնային փուլերն է, այսինքն այստեղ պետք է ունենաք համբերատարություն, իրականությունը այստեղ հեղուկ է, նպատակի մարմնավորումը սովորաբար պահանջվում է 3-ից 6 ամիս, բայց ինձ մոտ բավականին արագ է աշխատում։ Եվ խորհուրդ եմ տալիս մի արեք այն 3 օրից զայրացած վիճակում, որտեղ զայրացած վիճակում դա կարող է հակառակ էֆեկտ տա։ Ապա ակտիվացումը, տեսնում եք ինչպես են անում վառելը, ամենակարևոր փուլն է, երբ խոսքի օրինակ արդյունքը ստացվել է, ունեցել է իր բանաձևը, այստեղ պետք է ոչնչացվի, այրվի, երախտագիտությամբ, նետելը դա վիրավորանք է, այսինքն էգրեգորին և ձեր համար վտանգավոր։ Հաջորդը, այստեղ ախտորոշիչ ամփոփումն եմ ես դրել և ճակատագրական սխալները, հա, տեսնում ենք այստեղ, որոնք կարող են շատերն անել։ Առաջինը տգիտության վերջին աստիճանն է, խուսափում, հա, առանց ապրելու և ուսումնասիրելու խորհրդանիշները, գործիքներ պետք չի կիրառել։ Երկրորդը սխալ ժամանակ խուսափում, պետք է խուսափեն։ Երրորդը անհամբերության խուսափում, շատ չեմ մանրամասն։ Չորրորդը անորոշ նպատակ, եթե դու նպատակ չունես, պետք չի ակտիվացնես, և էկոլոգիայի անտեսում, խուսափում, եթե դու մաքուր չես աշխատում, խաբում ես նաև մարդկանց, սա էլ կապ ունի։ Վարպետության ուղին ռունաների ապրումը, այո, ամեն մի ռունա նաև պետք է ապրես դու, որ դու կարողանաս դառնալ մասնագետ։ Այստեղ ապրումը հես է, ահա, մի րոպե սիրելի հետևորդներ, սա էլ վերջինն էր, ահա, մենք տեսնում ենք այստեղ մի փոքր սա վերև բարձրացնենք այսպես, տեսնում եք ինչպես եմ ես այսպես հետաքրքիր պատրաստել ամբողջ ռունաները շրջանակի մեջ, ծառ, տեսնում եք, և այստեղ մեկ շաբաթ ռունա գրել եմ, այսինքն վարպետությունը չի ստացվում գրքերից, ինչու, որովհետև անգիր անել և ներկայացնել քեզ որպես ռունոլոգ, դա չի նշանակում, որ դու անգիր ասելով գրքերից դառնում ես ռունոլոգ, դա ոչ մի կապ չունի ռունոլոգիայի հետ, այսինքն նայեք, վարպետությունը չի ստացվում գրքերից, այն պահանջվում է անձնական ինտեգրացիա, նվիրելով մեկ շաբաթ յուրաքանչյուր ռունայի էներգիայի հետ ապրելուն, որովհետև դու դա պետք է ապրես, որ դու հասկանաս ինչ է նշանակում ռունա։ Հաջորդը ձեր իրականությունը, ձեր պատասխանատվությունը, դուք եք ստեղծում ձեր իրականությունը և դուք եք պատասխանատու ամեն ինչի համար, պետք է դադարեք լինել զոհ, ռունաները մոգական հաբեր չեն և դրանք ուժեղացուցիչներ են նրանց համար, ովքեր վերցնում են իրենց կյանքի ղեկը իրենց ձեռքին։ Հաջորդը անվերջանալի գործընթացի մասին է այստեղ խոսքը, այսինքն 24 ռունաների շրջանը, այստեղ տիեզերքի մոդելն է, մեկ շրջանը բավարար չէ, այն անվերջ պտույտ ունի դեպի ավելի խորը իմաստություն, այո, որովհետև ռունաները դրանք խաղոպար չեն։ Կարծում եմ հասկացաք, ես մի փոքր ցանկացա այս մասին խոսել, ձեզ ներկայացնել, որովհետև ես նաև բացի այս ռունաները, հա, որոնք որ սովորեցնում եմ, նաև մի փոքր ես հիմա իմ մեջ խորացնում եմ սլավոնական, ուրեմն մի վայրկյան, ահա, ես իմ մեջ հիմա այստեղ բերենք, այստեղ ես իմ մեջ հիմա ավելի խորացնում եմ
ռունաների, սլավոնական ռունաները, որովհետև սրանք էլ են կարևոր։ Կարծում եմ շատերին շատ օգտակար էր այս իմ տեսանյութը, որովհետև այն, ինչ դու տալիս ես քո դպրոցին, այն կառուցվածքը, որը որ դու ստեղծել ես, այս ամեն ինչը ամեն մեկը, որ ես ստեղծել եմ, ունի խոսքի օրինակ, մեկ դասի ժամանակ, մեկը, որ ես ցույց եմ տալիս ձեզ, դա հենց առաջի դասն է լինելու, որ հենց առաջի լեկցիան ես տալու եմ ձեզ բավականին երկար է, այսպես էլ ասեմ, որովհետև պետք է գրեն ուսանողները, ովքեր սովորելու են ինձ մոտ աշակերտները, դրա համար ես շատ բան ցույց չեմ տալիս եւ այս բոլոր թանկ ինֆորմացիաները ես տալու եմ միայն այն ուսանողներին, այն աշակերտներին, ովքեր ինձ մոտ իմ դպրոցում հաճախելու են սովորելու համար, որովհետեւ ամեն մարդ չի կարող տիրապետել այս լեզուին, ես այս լեզուն համարում եմ արարչական լեզու, որովհետեւ տարոներն էլ, ռունաներն էլ, այո, մեծ կապ ունեն նաև լուսնային փուլերի հետ, մոգության հետ, կանխատեսումների հետ, այլ ոչ թե գուշակությունների հետ եւ շատ լավ կարող են օգուտ տալ նաև աստղաբանության մեջ, ինչի մասին նաև անգամ այս մասին աստղաբանները տեղյակ չեն։ Ես սա էլ ասեմ, որպեսզի շատերն իմանան։ Այսքանով ես ավարտում եմ իմ այսօրվա աշխատանքը, կհանդիպենք իմ հաջորդ եթերի ժամանակ։ Այսօր այսքանը լավ եղեք, հաջողակ եղեք եւ երջանիկ։ Ձեզ հետ Նարա Գրիգորյանը, Տարոթ Հովահուկեբան։